իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ակնկալվում էր տեղեկություններ այնտեղ պահվող հայերի վիճակի մասին, եւ մենք այս տեղեկությունները պետք է ստանայինք դեռևս 2025 թվականի նոյեմբերի 4-ին, Ադրբեջանի կառավարությունը շուրջ 2 անգամ լրացուցիչ ժամանակ խնդրեց դատարանից եւ վերջնաժամկետը հունվարի 8-ն էր։ Կարող եմ հաստատել, որ մենք հունվարի 12-ին ստացել ենք տեղեկություններ, որոնք 16-ի առնչությամբ պարունակում են տվյալներ նրանց առողջության ընթացքում իրականացված բժշկական զննությունների, գտնվելու վայրի, պահման պայմանների վերաբերյալ, կից ներկայացվել են որոշ լուսանկարներ, թե խցերի եւ թե անձանց վիճակի առումով, այսինքն նոյեմբերի 4-ի պարտականությունը հետաձգված կերպով Ադրբեջանի կառավարությունը իրականացրեց 2026 թվականի հունվարի 12-ին։ Եվ մենք ունեցանք մի դրական տեղաշարժ, որը հաճելի անակնկալ էր մեզ համար, դա 2025 թվականի դեկտեմբերի 24-ի եւ 25-ի Կարմիր խաչի ներկայացուցիչների այցելություններ, այսինքն 7 ամիս տևած դադարից հետո Կարմիր խաչի ներկայացուցիչները Ժնևյան գրասենյակի անունից այցելություն իրականացրեցին, բայց ուզում եմ հստակեցնել, որ սա ad hoc մեկանգամյա փոխհամաձայնեցված այցելություն էր եւ այն կանոնավորության չի ենթարկվում, հաշվի առնելով, որ գրասենյակը իր գործունեությունը դադարեցրել է, բայց մենք չենք բացառում, որ նոր համաձայնությունների ձեռքբերման պայմաններում այս այցելությունները կրկնվող լինեն։ Ինչ հաճախականությամբ չենք կարող կանխատեսել, բայց դրա հնարավորությունը չենք բացառում։ Բոլոր դեպքերում Կարմիր խաչի այցելությունը դրական հոգեբանական ազդեցություն է թողել թե այնտեղ գտնվողների եւ թե նրանց ընտանիքի անդամների շրջանակում, եւ այդ այցելության ընթացքում նաեւ նամակներ են վերցվել, տեսագրություններ են վերցվել, որը արդեն այս ամսվա ընթացքում փոխանցվել է ընտանիքի անդամներին։ Մենք տարբերակված մոտեցում ենք վերաբերմունքի առումով դիտարկել Ռուբեն Վարդանյանի պարագայում, հետաքրքրական է, որ մեծացել է նրա մեկուսացվածությունը արտաքին աշխարհից եւ ընտանիքի միջոցով տեղեկացանք, որ պակասել է զանգերի հաճախականությունը 16-ի պարագայում շաբաթը մեկ անգամ զանգի հնարավորություն է տրվել որպես կանոն չորեքշաբթի օրերին, իսկ դատապարտված 7 անձանց պարագայում 4-ից 6 շաբաթը մեկ պարբերականությամբ, հիմա Ռուբեն Վարդանյանի պարագայում այս մեկ շաբաթյա պարբերականությունը պահպանված չէ եւ ինչ-ինչ պատճառներով նա մեկուսացվում է, նրա դատական գործընթացը ձգձգվում է եւ նա զրկվում է վերջին խոսքը արտահայտելու հնարավորությունից։ Եվ կարծում ենք ռազմագերիների խնդիրը անկախ ադրբեջանական աղբյուրների մեկնաբանությունների ունի նաեւ կրոնական ասպեկտ, այստեղ մենք գործ ունենք հենց քրիստոնյա հայերի դատապարտման հետ եւ որ քրիստոնեությունը վերաբերմունքի առումով գործոն է, մեզ ցուցադրում են նաև այդ կրոնական սիմվոլների առնչվող մի շարք հարցեր, օրինակ թեև առանձին գրքեր թույլատրվում է տրամադրել հայ բանտարկյալներին, սակայն հնարավոր չէ փոխանցել Աստվածաշունչը։ Եվ սա բացատրություն չունի, եթե գրքերի հասանելիություն տրվում է եւ անձը ազատ ժամանակը ընթերցելու հնարավորություն ունի, ինչու իր ցանկությամբ, իր նախընտրությամբ դա չի կարող լինել հենց Աստվածաշունչը եւ այլ թե Ռուբեն Վարդանյանին է սա արգելվել եւ թե այլ բանտարկյալներին նաեւ հրապարակային զեկույցներից կարծում եմ տեղեկացված եք, որ կրոնական սիմվոլները հավաքվել են, արգելվել են դրանք թողնել բանտարկյալների մոտ, անգամ դաջվածքները այրվել են եւ
մեր գնահատմամբ քրիստոնյա լինելը եւս գործոն է, որը ինչ որ չափով կարող է դժվարացնել այս խնդրի լուծումը։